Եվ այսպես նախընտրական կաշառքների շքերթ հարգելի հեռուստադիտողներ, վերջին մի քանի օրերին, երբ որ մենք հետևում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններին, մենք կարող ենք գալ տրամաբանական եզրահանգման, որ կարծես թե իրենց մոտ նախընտրական տենտ է։ Իրենք ինչ որ խնդրի առաջ են կանգնել եւ փորձում են ռուսերեն ասած ռուչնոյ ռեժիմով լուծել են բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս, բայց ի հայտ են գալիս իրենց քաղաքականության պատճառով։ Եկեք հստակ օրինակներով ասենք։ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր հետեւյալը. մենք ինչու պետք է ավելացնենք թոշակառուների թոշակը 9-10-11 հազար դրամով, որովհետեւ իրենք չգիտեն ինչ անեն այդ թոշակի հետ։ Դրանից առաջ էլ հիշում եք մի քանի տարի առաջ ասում էր, եթե մենք պետական ապարատի պարգևավճարները չվճարենք, բոլոր թոշակառուների թոշակը կավելացնենք ընդամենը 1000 դրամով, բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է նույնիսկ թոշակառուների մի քանի 10,000 ձայնը, մի քանի տասնյակ հազար ձայները այն թոշակառուների, որոնք ի հեճուկս նրան, որ այսքան տարի թոշակը չի բարձրացվել, ընտրությունից առաջ բարձրացվում է ու շնորհիվ դրա իրենք կգնան կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իր համար նույնիսկ այս մի քանի տասնյակ հազար ձայնը կարևոր է եւ Նիկոլ Փաշինյանը կարևոր որոշում կայացրեց, վճռական որոշում կայացրեց մինչև Լեհաստան գնալը, հայտնեց այն մասին, որ ապրիլի 1-ից թոշակառուների աշխատավարձը, թոշակառուների թոշակը բարձրանալու է 10,000 դրամով, ուղղակի նշենք հետևյալը, ասվել է, որ որոշ թոշակառուների թոշակն է բարձրանալու, օրինակ կան ռազմական թոշակառուներ, որոնց թոշակը բարձրանալու ընդամենը 1000 դրամով, սրա մասին ուղղակի իշխանությունները չեն ասում։ Եվս մի կարևոր նրբերանգ կար, հարգելի հեռուստադիտողներ, ինչու ենք մենք այս քվեների վրա ուշադրություն դարձնում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ թոշակի բարձրացումը կամ ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծումը պայմանավորված չէ նրանով, որ քնում արթնանում են, մտածում են ժողովրդի հոգսերը թեթևացնելու մասին, այլ որովհետև առջևում կան ընտրություններ եւ նախընտրական փուլում կարևոր է այդ ընտրություններին այնպես նախապատրաստվել, որ լոյալ քաղաքացիների քանակը ավելանա, այդ լոյալ քաղաքացիների քանակը ավելանա, դառնա քվե։ Ինչու է դա կարևոր, որովհետև իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենք ունեն վերարտադրվելու չափազանց լուրջ խնդիր։ Ցանկացած 1000, 5000, 10000 ձայն կարող է վճռորոշ դեր ունենալ։ Հենց այս տրամաբանությունից ելնելով էր վերջին 1 օրվա ընթացքում ինչ տեղի ունեցավ։ Veolia ջուրը արտասահմանյան ընկերություն է, իդեպ, բայց ոչ ռուսական։ Հայտարարում է, որ ամռան ամիսներին ջրամատակարարման գրաֆիկը փոխվելու է եւ փաստացիորեն մենք 17 ժամ ենք ունենալու ջրամատակարարում մայրաքաղաքում։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Հասարակությունը բողոքի իր ձայնն է բարձրացնում եւ ի հայտ է գալիս Դավիթ Խուդացյանը եւ գրում է հետեւյալը, որ կառավարության ջանքերի շնորհիվ, կառավարության ակտիվ ներգրավվածության շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը։ Այսինքն տեսեք, իրենք ստեղծել են խնդիր, իսկ խնդիրը պայմանավորված է հետևյալով, շատ պարզ։ Կառուցապատում է Երևանում տեղի ունենում, անկանոն կառուցապատում, դա հանգեցրել է նրան, որ ենթակառուցվածքների հետ կապված առաջացել է խնդիր, Veolia ջուրը ունի խնդիր կապիտալ ներդրումներ իրականացնելու եւ այդ կապիտալ ներդրումները իրականացնելու ժամանակ նաեւ շինարարական աշխատանքներ իրականացնել, որպեսզի այսպես հա ձևակերպենք բոլոր նորակառույցներում մարդիկ սովորական ջուր ունենան։ Իշխանությունների գործողությունների արդյունքում է սա տեղի ունեցել, որ Veolia ջուրը այս խնդրի առաջ է կանգնել, բայց քանի որ այս խնդիրը կա ու իրենք չեն կարող դա սովորական ջրամատակարարման գրաֆիկով անել, իրենք որոշում են կրճատել ջրամատակարարման գրաֆիկը, ու այստեղ ի հայտ է գալիս Դավիթ Խուդացյանը եւ ասում է, որ վճռորոշ քայլ է կատարել կառավարությունը եւ իրենք կարողացել են այդ խնդիրը լուծել։ Իրականում հարգելի հեռուստադիտողներ, ինչ են ասում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քաղաքացիական պայմանագիրը ինչ է ասում։ Ասում է հետևյալը, որ իրենք, այսպես ձևակերպենք, իրենք նախընտրական արշավի աստղերն են, իրենք ոչ թե 50+1, իրենք 60+1% քվե են հավաքելու, բայց այս վերջին դեպքերը վկայում են հետևյալի մասին։ Թոշակառուների ենթադրենք 10-20 հազար թոշակառուի թոշակի ավելացումը կարող է ապահովել մի քանի տասնյակ ավել ձայն։ Երևանցիների մի քանի տասնյակ ձայն կարող է ապահովել այն, որ ջրամատակարարման գրաֆիկը նույնն է մնալու, բայց սա խոսում է հետևյալի մասին, իշխանությունները չունեն այդ 50-60+1%-ը, իրենք ոչ թե նախընտրական արշավի աստղերն են, այլ իրենք փուչիկն են, որը այսպես մի քանի հարվածով ավարտվում է։ Ինչևէ, տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, ինչ տեղի ունեցավ նաև ջրամատակարարման հետ կապված խնդրի ի հայտ գալուց հետո մի շարք քաղաքական գործիչներ, մի շարք քաղաքական ուժեր
Սկսեցին ակտիվս հարցը մեկնաբանել մասնավորապես մեր ձևով շարժման համակարգողներից, ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչներից Նարեկը Կարապետյան մեկնաբանեց այս հարցը, նշեց հետևյալը, որ մենք իրականում այստեղ գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ։ Պատկերացրեք, եթե Վիոլա ջուր ընկերությունը ռուսական կազմակերպություն լիներ, ինչ էր անելու Ռոմանոս Պետրոսյանը։ Հիմա նա գնալու էր նաև Վիոլա ջուրը տնօրիներ, բայց քանի որ դա ռուսական կազմակերպություն չէ, կառավարությունը պարզապես աջակցում է իրենց լուծել այս խնդիրը։ Հիմա եղավ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, եղան նաև հայտարարություններ այն տեսակ քաղաքական գործիչներից, որոնք այլ հավասար պայմաններում լոյալ են այս իշխանություններին, եղան հայտարարություններ այն շերտերից, որոնք դու չես կարող մեղադրել այս կամ այն քաղաքական ճամբարին հարելու մեջ, եղան հայտարարություններ պարզապես շարքային քաղաքացիներից եւ իշխանությունները հասկացան հետեւյալը. նախընտրական փուլում իրենք կարող են ստանալ սոցիալական շարժում ընդդեմ ջրի մատակարարման գրաֆիկի փոփոխության եւ ի հայտ է գալիս Դավիթ Խուդացյանի այդ հայտնի գրառումը։ Հարգելի հեռուստադիտողներ, իրականում սա նաեւ ցույց է տալիս այն, թե ինչ թիրախներին պետք է հարվածի անդիմությունը, ինչպես պետք է նախապատրաստվի ընտրություններին, ինչպես պետք է շփվի հասարակության հետ, սոցիալական թեմաներ բարձրաձայնելով, սոցիալական հարցեր առաջ տանելով։ Դա կհանգեցնի հետևյալին եւ այսպես ձևակերպենք եւ փողոցը ինքը բավականին տաք կլինի միջև ընտրությունները եւ երկրորդ դա կմոտիվացնի քաղաքացիներին մասնակցել ընտրությունների, իսկ եթե մասնակցության տոկոս ընտրությունների ժամանակ բարձր լինի, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի այլ տիպի մոտիվացիա իշխանությունների կողմից չի կարող ազդել նրան, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի չունենան։ Եվս մի կարևոր հանգամանք, մենք սա էլ պետք է իհարկե նշենք, տեսեք, եթե փողոցը եռում է միջև ընտրությունները, եթե սոցիալական հարցերով քաղաքացիները դուրս են գալիս փողոց եւ իրենց սոցիալական հարցերի լուծումը տեսնում են քաղաքական փոփոխությունների մեջ, դա կարող է հանգեցնել նրան, որ նաև պետական ապարատը, հատկապես պատժիչ պետական ապարատը նույնքան լոյալ չի լինելու Նիկոլ Փաշինյանին, ինչը կհանգեցնի նրան, որ մենք իսկապես կստանանք անցնցում քաղաքական փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանն էլ դրանից հետո հնարավոր է գնա, չգիտեմ, օրինակ կրկին զբաղվի խոսք հերթելով, սա արդեն իր անձնական ընտրության հարցն է եւ քրեի եւ իրավական գործընթացներով ի հայտ եկող իրողություն է լինելու, ինչևէ, ամփոփելով նշենք հետեւյալը. սոցիալական հարցերով զբաղվելը, հարցերի բարձրաձայնումը, քաղաքացիների հետ միասին այդ հարցերի լուծման ետևից գնալը եւ ընտրություններին բարձր մասնակցությունը կարող է հանգեցնել նրան, որ հունիսի 8-ին մենք Հայաստանում կստանանք անցնցում քաղաքական փոփոխություններ, երաշխավորված չէ, բայց ավելի հավանական են քաղաքական փոփոխությունները, եթե նշված գործընթացները տեղի ունենան։ Մտածեք այդ մասին։